Հայ ժողովուրդն ապրում է մի շրջափուլ, որտեղ տեղի ունեցող հակահայ գործընթացներն այլևս պարզապես դավաճանություն որակելը նույնիսկ միամտություն է թվում։ Իշխանությունը զավթած հակահայ խմբակը իրականացնում է համադրված, համակարգային եւ ցավոտ վերաձևում, ուղղված մեր ազգային գոյության հիմնական հենասյուների թուլացմանը։ Սասանվում է ինքնությունը, նոսրանում պատմական հիշողությունը, քանդվում է պաշտպանական մտածողությունը, խարխլվում են հոգեվոր ու մշակութային հիմքերը։ Մեկ բառով՝ ուրացում։ Եվ սա ոչ թե մեկ օրվա հետևանք է, այլ երկար շղթա, մեկը մյուսին կապող օղակներով։ Եթե այդ շղթայի առաջին հարվածը Արցախն էր, ապա հաջորդ հարվածները արդեն ուղղվել են մեր հոգևոր լույսին, մեր բանակին, մեր հիշողությանը, մեր մշակույթին։ Բոլորն ունեն մեկ տրամաբանություն՝ կտրել մեզ մեր ինքնությունից, հաշտեցնել մեզ կորուստների հետ։ Մեր ազգային ինքնության ու միասնականության խորհրդանիշ հանդիսացող Արցախը այս հակահայ թրաշամանուկների խմբակը ուրանում է ամենօրյա ռեժիմով, բոլոր ամբիոններից եւ ամենաբարձր մակարդակով։ Եվ դա ուրացում է ոչ միայն տարածքի, այլ մեր ուժի, մեր հավատքի ու մեր ինքնության։ Տեղի ունեցող գործընթացը պատահական չէ, այն համակարգված է, իր մեջ ներառելով քաղաքական, տեղեկատվական, կրթական եւ պետական կառավարման բոլոր օղակները։ Բոլոր գործողությունները իրականացվում են թուրքական քարոզչությանը բնորոշ էլեմենտներով ու այնպիսի ջանասիրությամբ, որ Ալիևն ու Էրդողանը իրենց ամենալավ երազում անգամ չէին պատկերացնի։ Ներքին կյանքում սա փաթեթավորվում է նիկոլական էժան ու թշվառ մանիպուլյացիայով, որպես երկրի ինքնիշխանություն ապահովելու քայլեր։ Սակայն հայ հասարակության համար պարզ է, որ իրական նպատակը ոչ թե ինքնիշխանությունն է, այլ Բաքվի եւ Անկարայի հովանավորությամբ սեփական իշխանության կյանքը երկարացնելը։ Այս հաշվարկի շրջանակում էլ ձևավորվում է այս խմբակի ամբողջ վարքագիծը՝ վախենալ անգամ Արցախ բառն արտաբերելուց։ Իսկ եթե երբեմն պատահաբար հիշատակում են, ապա դա արվում է բառացիորեն ներողություն խնդրելու պատրաստակամությամբ, որպեսզի իրենց որդեգիրը հանկարծ չզայրանա։ Ի վերջո այս ամենը ոչ միայն քաղաքականություն է, այլ պետական ինքնության հետևողական քանդում, որի մեջ իշխանությունը գործում է գիտակցելով, որ միակ իրական գինն իրենց համար իշխանության շարունակականությունն է։ Արցախը հայության գոյության ամրոցն է, մեր ազգային ինքնության ու միասնականության խորհրդանիշը, մեր սրտի մի մասը, եւ այնինչ տեղի ունեցավ վերջին տարիներին առաջին հերթին ուրացում էր։ Իշխանությունը զավթած խմբակը Արցախը հանձնելուն զուգահեռ իրականացրեց համակարգված քայլեր ազգի վստահությունը կոտրելու, հարմարվողականություն պարտադրելու եւ մեր դիմադրողականությունը խեղաթյուրելու նպատակով։ Սակայն սա ձախողված քայլ է։ Արցախը հայ մարդու համար երբեք չի եղել ինչ-որ վիճելի տարածք։ Այն մեր հոգու ամրոցն է, մեր հայրենիքի անբաժան մասը, որը դավաճանախմբերի ու հայրենիք ուրացողների թեթև ձեռքով հայտնվել է թշնամու ժամանակավոր տնօրինության ներքո։ Բայց հայ ժողովուրդը չի ընդունում այդ ուրացումը, նա չի հաշտվում պարտադրված պարտության հետ, չի զիջում սեփական արժեքները եւ չի կորցնում հավատը սեփական ուժի նկատմամբ։ Նույն այդ ջանասիրությամբ էլ ուրանում են Արարատը։ Արարատը, որը հայ մարդու համար սովորական լեռ չէ, այն մեր ազգի հավերժության կնիքն է, այն արժեքը, որը ոչ թշնամին, ոչ պատերազմը, ոչ ցեղասպանությունը չի կարողացել խլել։ Բայց արի ու տես, որ այս ոհմակի մտքով անցել է իր սեփական ուրացումը պարտադրել հայ ժողովրդին, պնդելով, թե պետք է հեռանալ կամ ազատվել Արարատի սիմվոլից, հեռվից նայել, բայց չերազել Արարատի մասին, միայն այն պատճառով, որ դա կարող է դուրս չգալ թուրքական կողմին։ Սա ազգային բնութագրի համակարգված ապամոնտաժում է, որին լծվել են այս ապազգայիններն ամենախայտառակ ձևով, փորձելով մեր հոգին ու հիշողությունը դարձնել անպաշտպան։ Բայց անգամ թշնամին լավ գիտի, որ ոչ մի ուրացում չի կարող ջնջել այն, ինչ անջնջելի է՝ մեր ինքնությունը, մեր արժանապատվությունը, մեր ապագան։ Նիկոլական խմբակի ուրացման քաղաքականությունը, որ առաջին հայացքից թվում էր միայն հրապարակային կամ պետական խոսքի մակարդակում գործողություն, այնուհետև հաստատուն ներմուծվեց հանրակրթական դպրոցներ։ Սա արդեն պարզապես գաղափարական շեշտադրումների փոփոխություն չէր։ Սա ազգային ինքնության համակարգային վերափոխման, ավելի ճիշտ թուլացման ծրագիր էր, որի ամենածանր փուլը սկսվեց հենց երեխաներից, դպրոցից, դասագրքից։ Դասագրքերից սկսեցին հերթով անհետանալ այն ամենը, ինչը սերնդի մեջ ձևավորում էր ազգային դիմադրողականություն, ազատագրական պայքարի դրվագները, մեր ազգային հերոսների կենսագրությունները,
Մեսրոպ Մաշտոցի Սարդարապատի հաղթանակի եւ Արցախի ազատամարտի պատմական նշանակությունը, պատմական սիմվոլների նկարագրությունները եւ ամենակարևորը՝ հայ ժողովրդի պահանջատիրության գիտակցումը։ Սա հայության հիշողության նվազեցման նպատակային քաղաքականություն է։ Երբ հերոսական դրվագները հանվում են, ժողովուրդը զրկվում է օրինակելի կերպարներից։ Թշնամական մտածողությունն այդպիսին է, երբ պայքարի պատմությունը մթագնվում է, սերունդը կորցնում է սեփական իրավունքների համար պայքարելու ներքին կամքը։ Երբ պահանջատիրությունը դուրս է մղվում, ազգը դադարեցնում է իր պատմական շարունակականությունը եւ սկսում է ապրել միայն օրվա քաղաքական պարտադրված օրակարգով։ Այս ամենը դրսի թելադրանքով արվում է հեշտ կառավարելի, ինքնությունից կտրված, անցյալից անտեղյակ սերունդ ձևավորելու համար։ Ուրացման գործընթացը չշրջանցեց նաև բանակը։ Այն համակարգը, որը տարիներ շարունակ եղել է պետության առաջնահերթությունը եւ ազգի գոյության երաշխիքը։ Սկսվեց նույն մեխանիզմը՝ արժեքների գլխիվայր շրջում։ Զինվորն ով եղել է հերոս, զոհվածն ով եղել է սրբություն, այս անհայրենիքների օրոք դարձան երկրորդական։ Նրանց փոխարեն հերոս հռչակվեց հարկատուն, որովհետև այս ոսկրամոլների համար արժեք է ոչ թե հայրենիքը, այլ փողը։ Այդ տրամաբանությամբ էլ թուլացվեց բանակը, լուծարվեցին մարտունակ զորամիավորումներ, իսկ տղաների զոհողությունը նսեմացվեց։ Ամեն ինչ շատ ճշգրտորեն իրականացվեց այնպես, ինչը տարիներ շարունակ ուզում էր թշնամի Ադրբեջանը։ Բայց այս ամենի ֆոնին կա մի բան, որը ոչ մի իշխանական մանիպուլյացիա, ոչ պարտադրված ուրացում չի կարող փոխել։ Դա հայ ժողովրդի կամքն է։ Այդ կամքն ավելի ուժեղ է, քան ցանկացած նահանջ կամ պարտադրանք։ Եվ հենց այդ կամքով էլ վեր ենք առնելու եւ վերականգնելու ենք կորցրածը։ Միացիր Թելեթոն դրամահավաքին եւ ամրացրու Հայաստանի վերածնունդը։